ամերիկացիներն էլ բնականաբար ստեղ չէին եկել էլի, որ ինչ-որ մեզ համար ատոմը կանի, հաս լուծեին կամ, չգիտեմ, ռազմական նավակներ, մոտորանավակներ տրամադրեին Ադրբեջանին, եկել են Իրանին հրեողակի մեջ առնելու համար սահմանը կայունացնելու։ Հիմա եթե հետադարձ հայացքով նայում ենք, մենք հասկանում ենք 20 թվականին ինչ եղավ։ Ուրեմն Ադրբեջանի այդ պայմանավորվածությունները շատ ավելի վաղուց էին եղել 20 թվականին, որ այդ սահմանը, որ շատ երկար էր մեր եւ Իրանի միջև եղած սահմանը, ասին չէ հայերին չի կարելի թողնել, որովհետեւ հայերը շատ օրինաչափորեն որպես բնական դաշնակից դիտարկում են Իրանին եւ այդ սահմանը անվերահսկելի թողնել չի կարելի, պետք է տալ Ադրբեջանին։ Իմանա փոքրիկ հատված է մնացել Մեղրի, ասում են սա էլ է ձևով կվերցնենք եւ Իրանի շրջափակումը այս կողմից կիրականացնենք։ Մենք խոհեմություն կունենանք երևի այնքան, որ թույլ չտանք այստեղից որևէ փամփուշտ արձակվի Իրանի ուղղությամբ, անկախ նրանից ինչ վարչակազմ է Իրանում, Իրանը դեռևս գոնե մինչև հիմա մեր բնական դաշնակիցն է, իսկ դաշնակիցները լինում են եւ հաշվարկների արդյունքում տակտիկական եւ լինում են բնական դաշնակիցներ